UNICEF-ը և հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Առաջին էմոցիան, որ ապրեցի, երբ տղաս եկավ եւ կիսվեց ինձ հետ իր զգացողություններով, թե փոխադարձ է իր զգացմունքները, ես անկեղծ շատ ուրախացա։ Շատ գովելի է այդ միտքը, որ երեխան գալիս է եւ կիսվում է ծնողների հետ, այդ դեպքում ծնող-երեխա կապը, վստահությունը ավելի ամրապնդվում է։ Ծնողի գերխնդիրն է չարժեզրկել երեխային եւ չասել դու դեռ փոքր ես, դեռ ժամանակը չի, պետք է կենտրոնանաս քո ուսման վրա, շատ կարեւոր է որ ծնողը լինի լսող եւ աջակցող։ Դեռահասը սիրած օբյեկտի նկատմամբ ունենում է կախվածություն, հոգեբանական մեծ կախվածություն եւ եթե ծնողները ճիշտ մոտեցում չցուցաբերեն, շատ մեծ տրավմաների առաջ կարող են կանգնել հոգեբանական։ Հիշում եք ձեր առաջին լուրջ սիրահարվածությունը, երբ թվում էր ոչինչ այլևս առաջվանը չի լինելու, երբ կյանքը նմանվել էր ֆիլմի, իսկ նրա ժպիտը կարող էր փոխել ամբողջ օրվա տրամադրությունը։ Սերը թև է տալիս պատանիներին, մոտիվացնում է, հագեցնում է զգացողությունների ծարավը։ Իսկ հիշում եք ինչպես արձագանքեցին ձեր ընտանիքի անդամները։ Ծնողները հազար ու մի վախ ունեն, երբ գործը հասնում է զավակի սիրահարվածությանը, քանի որ երբեք 100%-ով չես իմանա, արգելելով տապալում ես նրա կյանքի գլխավոր սերը, թե հետ ես պահում կյանքի գլխավոր սխալից։ Եկեք միասին գլուխ հանենք այս բարդ հարցից, միացեք ծնողական ժողովին։ Բարի օր, հարգելի ծնողներ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Այսօրվա մեր թեման կարծում եմ շատ գեղեցիկ ու ռոմանտիկ է, որպես ծնող խոսելու ենք մեր երեխաների, մեր դեռահասների սիրահարվածության մասին։ Իդեպ սիրահարվել կարող են ոչ միայն դեռահասները, երբեմն մանկապարտեզի տարիքում նույնպես այդ զգացմունքը այցելում է մեզ։ Հիմա փորձենք հետ գնալ մեր մանկություն ու հիշել մեր առաջին պատանեկան լուրջ սիրահարվածությունը, ինչպիսին էր այս զգացմունքը եւ ինչպիսին էինք մենք այդ զգացմունքը ապրելու ընթացքում, խնդրեմ։ Շատ լավ հիշում եմ ու թաքցնում եմ իմ ծնողներից, միայն ավագ քրոջս հետ էի կիսվում, ամաչում եմ, մտածում եմ դա շատ վատ բան է ու եթե ես բարձրաձայնեմ, միգուցե ինձ պատժեն, միգուցե չհասկանան, բայց ավագ քույրս ինձ ճիշտ ուղղության վրա էր դնում, բացատրում էր, որ դա նորմալ է, հնարավոր է այդպես բան լինի, մի վախեցի, արտահայտվի։ Կան էլի մարդիկ, որ հիշում են եւ ուզում են կիսվել։ Ի տարբերություն Գայանեի, ես ցավոք այդ բախտը չեմ ունեցել ավագ քույր ունենալու, բայց դեռահասության տարիքի սերը իհարկե ինձ թվում է բոլորս հիշում ենք, երևի թե ասոցացվում է առաջին սիրո հետ։ Այդ փուլում մայրիկիս ես չէի ասել, բայց չգիտեմ ինչու, որտեղից հասկացել էր ու ինչու ես խոսեցի չարժեզրկելու մասին, որովհետև այդ փուլում հիշում եմ, որ մայրիկս ինձ ասում էր, որ շատ խստապահանջ կին է մայրիկս, կենտրոնացիր միայն քո դասերի վրա, քո այս պահի, այս ժամանակահատվածի անելիքը քո դասերն են միայն, դե իհարկե հաճելի չէր դա լսել այդ փուլում։ Ավելի շատ կուզեի աջակցեր, կողքից լիներ, լսեր, բայց երևի թե մեր սերնդի ծնողները ունեին այդ կարծրատիպային մտածողությունը, որը որ խանգարում էր ամուր հարաբերություններին։ Արդեն հնչեց կարծիք, որ մեր ծնողների վերաբերմունքն ու մոտեցումը այս հարցում այնպիսին չէր, ինչպիսին որ ժամանակակից ծնողներինն է։ Փորձենք համեմատություն անել այսօրվա մեր վերաբերմունքի հետ, թե ինչպիսին ենք մենք որպես ծնող, ինչպես ենք արձագանքում, երբ մեր երեխան գալիս ու ասում է, որ սիրահարվել է։ Սեփական փորձից ասեմ եւ որպես ծնող կատարածը սխալի մասին պետք է խոսեմ։ Ես այդ սխալը արել եմ մեծ աղջկաս դեպքում, երբ իրան միշտ պահում էի այնպես, ինչպես մայրս էր մեզ անում, այդպիսի խիստ կանոններով, որ չի կարելի ցույց տալ զգացմունքները եւ այլն։ Հետո երբ արդեն աղջիկս բավականին մեծացավ, հասուն տարիքում արդեն ընկերություն ենք անում, երբ նրա հետ զրուցում ենք, նա ասում էր, որ այս դեպքում դու սխալ էիր քեզ պահում, այ ճիշտ կլիներ այսպես ու այդ սխալը փորձում եմ տղայիս դեպքում ու մյուս աղջկաս դեպքում արդեն չկիրառել։ Ամեն դեպքում սովորում ենք մեր սխալների վրա եւ շատ լավ է, որ ժամանակին կարողանում ենք դա շտկել։ Ինչ եք կարծում, տղաների եւ աղջիկների դեպքում մարտավարությունը պետք է տարբեր լինի։
երբ խոսում ենք նրա սիրահարվածության մասին։ Նորից հարցը ձեզ եմ ուղղում, որովհետև ինստինկտիան տարբեր է, որովհետև մենք ապրում ենք հայկական միջավայրում, երբ աղջիկներին մի փոքր ավելի իրավազրկում ենք այդ առումով, հա, իսկ տղաներին մի փոքր ավելի խրախուսում ենք, այ տղա սիրահարված է, բայց աղջիկների դեպքում ասում ենք ամոթ է, չգիտես ինչու, հա, սակայն պետք է կարողանանք ճիշտ ժամանակին ճիշտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այդ հոգեբանական տրավմաներին չենթարկենք, ինչպես ես եմ ժամանակին արել։ Շատ լավ, մեր մարտավարությունները որպես ծնող, ինչ եք կարծում, ինչպիսին պետք է լինեն՝ թույլ տալ, արգելել, անտեսել, թե գործել միասին։ Ինչպես եք դուք վարվում։ Ես տղայիս հետ գործում եմ միասին, քանի որ իմ ու մայրիկիս հարաբերությունները ինձ համար միշտ օրինակ են ծառայել։ Մենք միշտ կիսվել ենք, ինքը ինձ միշտ խրախուսել է։ Իմ առաջին լուրջ սիրահարվածությունը եղել է մեր հարևանի տղան, ով հետագայում դարձավ իմ ամուսինը։ Ու քանի որ իմ մայրիկը միշտ խրախուսել է, պետք է էմոցիաները արտահայտել, ես նույն կերպ իմ տղային եմ խրախուսում, որ պետք է անպայման արտահայտել։ Հրաշալի է, այստեղ պատմությունը դրական երջանիկ ավարտ է ունեցել, երբ առաջին սիրահարվածությունը ընտանիք է դարձել։ Ես ուզում եի Գայանային հարցնել, արդյոք հեռանկար տեսնում եք, որ պատանեկան սերը կարող է տարիքի հետ լրջանալ եւ կայուն իսկական հասուն հարաբերությունների վերածվել։ Հնարավոր է, իհարկե հնարավոր է, ուղղակի քանի որ ճակատագրերը տարբեր են լինում, բնական է ճիշտ խորհուրդներով, ճիշտ ծնողի ուղեկցությամբ, այսինքն ոչ միշտ է պետք նաև խորհուրդ տալ, պետք է զգացմունքներով առաջնորդվի երեխան, բայց երբ որ զգում ես փակուղու մեջ է երեխան, չի կողմնորոշվում, չի կարողանում ճիշտ եզրեր գտնել, պետք է ճիշտ ուղի տալ եւ ինչի ոչ, կարող է լրջանալ, կարող է տարիքում ավելի զգացմունքները դառնա ընտանիք սիրուն։ Մեր հայկական մշակույթում մենք ունենք այն կարծրատիպը, որ եթե ծնող ենք, մենք պիտի խորհուրդներ տանք, քննադատենք երբեմն ինչ որ կերպ, բայց մենք ամենակարևորի մասին ենք մոռանում՝ լսել երեխային, լսել, աջակցել ու իր կողքին լինել։ Մենք ավելի շատ որպես ծնող խոսում ենք, քան լսում, ցավոք։ Երևի թե պետք է փոխենք ինչ-ինչ մոտեցումներ մեր ծնողավարման գործընթացում։ Ասում են, սերը տարիք չի հարցնում։ Այո, ասում են, բայց չեն մոռանում խեթ նայել տարեց սիրահարներին, գոնե իրենց տարիքից ամաչեն, ու քննադատել դեռահասներին, ձեր ինչ տարիքն է որ։ Գուցե հստակ ձևակերպված հարցերը կօգնեն հասկանալ, թե իրականում ինչ են մտածում մեր հայրենակիցները անչափահասների առաջին լուրջ սիրահարվածության մասին։ Ինչ եք կարծում, կարևոր է դեռահասության տարիքում սիրահարվելը։ Կարևոր է, որ մարդ դեռահասության տարիքում սիրահարվում է, քանի որ այդպես զարգանում է նրա էմոցիոնալ ինտելեկտը։ Չեմ կարծում կարևոր է տարիքում սիրահարվել։ Ինչու։ Չգիտեմ, այդպես եմ մտածում։ Կարևոր չէ, այդքան էլ էական չի։ Չէ, կարևոր չի սիրահարվելը, խանգարում է եւ իրենց դասերին, անընդհատ ցվրված են, անընդհատ ցենց մտածմունքների մեջ են։ Կարևոր է տարիքում, հավոտով ճանաչում են իրանց էմոցիաները բոլոր։ Ծնողները պետք է լուրջ վերաբերվեն դեռահասի առաջին սիրահարությանը, թե ընդունեն դա իբրև անցողիկ երևույթ։ Պետք է լուրջ վերաբերվեն, որովհետև դա կարող է հենց այն սերն է, որը որ պետքա դառնա իր կյանքի, ողջ կյանքի ուղեկիցը։ Նե անցողիկ երևույթ։ Լուրջ չի կարելի համարել, այդ տարիքում չեն կարա տես լուրջ սիրեն։ Երևի ավելի լավ անցողիկ որպես վերաբերվեն, քան թե ավելի լուրջ։ Ինչու։ Դե ժամանակ ոնց որ իրանք ուրիշ այդ դեռահասները ավելի ուրիշ էմոցիոնալ են, ավելի դրա համար չեմ կարծում, որ իրանք ամեն ինչից այդ լուրջ են նայում, էլի ավելի վարդագույն են պատկերացնում ամեն ինչ։ Ինձ թվում է պետքա համարեն ընդունեն անցողիկ երևույթ, որտեվ չի կարող այդ տարիքում լուրջ լինի, էլի կարծում եմ։ Դե ինձ թվում է ինչը իրանց երեխայի հետ է կապված, ամեն ինչին էլ պետքա լուրջ վերաբերվեն։ Կապ չունի առաջի սերն է, երկրորդն է, պարտադիր պետքա լուրջ վերաբերվեն։ Քանի տարեկանից աղջիկները կարող են ընկեր ունենալ։ Կարծում եմ, երբ գիտակցաբար հասուն ես, ոչ թե 18-ը լրացավ նոր։ 18-ից բարձր լինեն, որ ավելի շատ հասկանան ու ավելի ճիշտ ընկալեն այդ սիրել բառի իմաստը։ Ինձ թվում է չափահաս դառնալուց հետո աղջիկները կարող են ընկեր ունենալ։ 14 տարեկանից մոտավորապես տարիքից սկսած արդեն աղջիկները համագրում են տղաներին, փորձում են ընկերություն անել։ Ես տարիք չեմ կարա կոնկրետ ասեմ, մանավանդ մեր ժամանակաշրջանում, բայց կարծում եմ ավելի շատ գիտակից ժամանակ է պետք, երբ որ անձը
իր արածի համար պատասխանատվություն է կրում, այդ ժամանակ հնարավոր է ինքը պատրաստ է այդ քայլին, չեմ կարող ասել։ Տղաները քանի տարեկանից կարող են ընկերուհի ունենալ։ Տղաները կան դեռահասության տարիքից արդեն 16 տարեկանից 15-16 ունենան, նորմալ երևույթ է, նորմալ բնորոշ տարիքի։ Տղաները կարող են ընկերուհի ունենալ 12-ից 14 տարիքում։ Մարդուց է կախված, մարդկա 17 տարեկանում ավելի լուրջ է, մարդկա 17 տարեկանում երեխա է, դրա համար դա ինդիվիդուալ է, էլի չեմ կարող ասեմ։ Տղաները կարող են ընկերուհի ունենալ 20 տարեկանից սկսած իմ կարծիքով։ Չեմ կարծում տարիքա պետք պարտադիր նշել։ Կարծում եմ գիտակցական հասունության հետ կապ ունի ինքը շատ։ Իրավիճակային, նուրբ ու վիճահարույց թեմաներին անցնելուց առաջ նախ հասկանանք ինչպես է առաջին լուրջ սիրահարվածությունն ազդում դեռահասի ինքնագնահատականի, մոտիվացիայի, աշխարհընկալման վրա։ Տնօրական ժողովին միացել է հոգեբան Հայկ Բաղդյանը։ Բարև ձեզ Հայկ, շնորհակալություն, որ միացել եք տնօրական ժողովին։ Երեխայի դեռահասի առաջին լուրջ սիրահարությունը էյֆորիկ հոգեվիճակ է իր համար եւ մտավախությունների ու մտահոգությունների դաշտ ծնողի համար, որովհետեւ ծնողները հաճախ մտածում են, որ այսպիսով երեխան քիչ ժամանակ է հատկացնում դասերին, շեղվում է ճշմարիտ ուղուց եւ գուցե բաց է թողնում ապագայում ավելի արժանի թեկնածու հանդիպելու շանսը։ Ինչ պետք է անեն ծնողները իրենց վախերի հետ այս դեպքում։ Կարճ կպատասխանեի դիմել հոգեբանի մտավախությունների հետ աշխատելու համար։ Եվ հիշել այն պարզ բանը, որ իրենք էլ են դեռահաս եղել եւ սիրահարվել են։ Ու ինչ որ չափով դա կարող է ազդել նաեւ իրենց սովորելու վրա ու նորմալ է։ Չէ՞ որ այդ տարիքում ամենասիրուն շրջանն է սիրահարվելու համար, պայմանավորված հորմոններով ամբողջությամբ։ Երբ որ մեծ հասակներն է գալիս են սեանսերի, մեզ մոտ եւ ասում են, որ ուզում եմ դեռահասության նման սիրահարվեմ, երբ որ այդպես լուսավոր էր թվում ամեն բան։ Այնպես որ այս շրջանը կարելի է նվիրել դրան, բայց նաև հիշել, որ կարևոր է մոտիվացիան ու հետո ինքը ավելի լավ մեկին կհանդիպի, թե չէ մենք չենք կարող ասել, իսկ եթե ոչ, այսինքն այս պարզ պատասխանները պետք է տալ ծնողներին։ Կարող է ուշադրությունը շեղվել դասերից, բայց նաև կարող եմ ավելի մոտիվացված դառնալ, որ ես լավ սովորեմ, լավ բաների հասնեմ, որ միմյանց հետ ընտանիք կազմենք։ Ու մենք կարող ենք ինքներս հուշել երեխային այս միտքը, որ թող այս սերը, սիրահարվածությունը քեզ համար խթան դառնա, ավելի լավ դրսևորվելու ուսման մեջ եւ կյանքի մյուս բնագավառներում։ Իհարկե, մենք ենք նրան ուղղորդողը։ Մենք նրա փոխարեն չենք որոշում, բայց կարող ենք ուղղություն ցույց տալ եւ նա որոշի։ Երբեմն ծնողները կարող են տագնապել նաեւ, եթե երեխան չի սիրահարվում։ Դիցուկ 14, 15 կամ 17 տարեկան է, բայց մենք չենք տեսնում նրա մոտ այդ լուսավոր շրջանը։ Արդյոք մտահոգվենք, թե սպասենք։ Եթե ստատիստիկ նայենք, շատ քիչ տոկոսը կարող է կազմել, որ չսիրահարվեն, որովհետև այնքան հորմոնալ ակտիվ շրջան է, որ ցանկացած բան կարող է սիրահարվել ու այստեղ կարող է նաև թե ինքը ինչին է սիրում, այսինքն ինչ-որ դերասանի է կարող է սիրահարվել, իրական մարդուց վախենում է, այստեղ երեխայի վախերն են ավելի շատ ու կարելի է զրուցել նրա հետ։ Հաստատ նա ինչ-որ մի բան ունի, ինչին պաշտում է, դա դերասան կլինի, երգիչ կլինի, թե ով կլինի։ Այս շրջանը իդեալականացնելու շրջանն է ամեն բան, չէ որ ծայրահեղական է դերասան։ Կամ ամեն ինչ կամ ոչինչ, այս մտածողության մեջ է նա հիմնական եւ զգում է այդպես։ Իր ուղեղի զարգացման պայմանավորված։ Շատ լավ, առաջարկում եմ մեր քննարկումը տեղափոխել այն հատված տաղավարի, որտեղ մեզ սպասում են մայրիկները, իսկ նրանք մեզ սպասում են անհամբեր, որովհետև ակնկալում են պատասխաններ։ Համեցեք։ Մենք խաղ ենք խաղալու։ Դուք տեսնում եք սեղանին ձեր առջև դրված ծրարներ, պետք է խնդրեմ վերցնեք։ Ծրարներում մեր հաղորդման հեղինակները պատրաստել են իրավիճակներ եւ ծնողի արձագանքի տարբերակներ։ Կխնդրեմ ընթերցեք բարձրաձայն իրավիճակը, տարբերակները եւ ընտրեք այն տարբերակը, որը համահունչ կլիներ ձեր արձագանքին նման իրավիճակում։ Իդեպ կարող եք ընտրել տարբերակներից երկուսը, եթե գտնում եք, որ դրանց համադրությունը ավելի արդյունավետ կլիներ։ Եթե պատրաստ եք, սկսենք Արեգա։ Իմ դուստրը գալիս է ու ասում՝ սիրահարվել եմ։ Նա իմ դասընկերն է, ես պատասխանում եմ. Ա. Քո ինչ սիրահարվելու տարիքն է, մոռացիր այդ տղայի մասին։ Իմ կարծիքով նման պատասխան չպետք է տանք։ Բ. Դու ինչ գիտես սերն ինչ է։ Իսկ դա ինչ ընտանիքից է, ցույց տուր նկարը։ Երևի նման կերպ էլ չպետք է վարվենք։ Եվ ապրես, որ կիսվում ես ինձ հետ։ Կուզես խոսենք, ինչ է քեզ դուր եկել, ինչ ես զգում։ Ինձ թվում է տարբերակը ճիշտ պատասխանն է։ Դստերս առումով կիրառել եմ սխալ, այսինքն ընտրել եմ A տարբերակը, քո ինձ սիրահարվելու տարիքն է։ Սակայն այս պահին հասկանում եմ, որ դա սխալ տարբերակ է եւ պետք է բոլոր հնարավորություն ընձեռել, որպեսզի դեռահասները կարողանան մոտենալ եւ կիսվել իրենց զգացմունքներով։ Հայկ, որն է հնարավորինս մեղմ անվնաս արձագանքը, որ պետք է տա ծնողը։ Գ տարբերակն է ամենալավը։ Առաջին եւ երկրորդ դեպքում արժեզրկեցինք դեռահասի հույզերը, դե ինչ ես զգում, որ դու կարևոր չի քո զգացածը։
Իսկ երրորդ դեպքում մենք կարևորեցինք ու տարածք տվեցինք նրան լսելու, արտահայտվելու, ու սա շատ կարևոր է, ապահով միջավայր ստեղծել նրա համար։ Նաև կարելի է ճշտել ինչ տղա է, ով է, այսինքն վտանգավոր մարդ չլինի ամեն դեպքում, բայց ոչ թե փորձել վերահսկել, այլ հարգելով նրա ընտրությունը։ Գայանե, խնդրեմ։ Իմ որդին բաժանվել է ընկերուհուց, քանի օր է, շատ տխուր է։ Ես նրան ասում էի, առաջին տարբերակ, ես ասում էի, որ նա վատն է, դե հիմա գնա ու տառապիր։ Երկրորդ տարբերակ, դա տխրելու պատճառ չէ, ավելի լավ կկենտրոնաս դասերիդ վրա, լրիվ ձեռքից գնացել էիր։ Եվ երրորդ տարբերակ, հասկանում եմ վատ ես ու դա նորմալ է, բայց վստահեցնում եմ ժամանակի ընթացքում դու կհասկանաս, որ ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Պետք է պատվով անցնել այս փորձությունը։ Ես մտածում եմ երրորդ տարբերակն է ճիշտը, որ պետք է երեխայի կողքին լինել, չկոտրել նրան, նրա հույզերը, պետք է տխրի, թող տխրի, ոչինչ դա էլի անհրաժեշտ, որ պետք է անցնի այդ փուլի մեջով ու ամեն ինչ լավ կլինի։ Ինչպես ենք սատարում երեխային, երբ կա բաժանում։ Տխրելը նորմալ է իրական, որովհետև դու կորցրել ես քեզ համար կարևոր բան, այսինքն դու այդ մարդուն սիրում ես, դրական էմոցիաներ ես ապրում եւ դա կորցնելով կարա քեզ ցավա, բայց դա անցողիկ է։ Հերման Հեսեն լավ միտք ունի, ասում է, ես կյանքում 2 անգամ եմ սիրարվել եւ 2 անգամ նույնիսկ տվացել է ողջ կյանքի համար այդ սերը, առանց այդ սիրո ես կմեռնեմ։ Ասում է 2 այցերն էլ անցնել եմ, ոնց տեսնում եք, ես կամ ու գրում եմ ձեզ համար, այնպես որ նորմալ է տխրելը, ցավ ապրելը, բայց դա հավերժ չի հաստատ անցնել։ Այո։ Այսինքն երեխային կարող ենք բացատրել, որ գուցե սա փուլ էր, անցավ, շարունակում ենք նայել առաջ։ Միանշանակ։ Շնորհակալ եմ շատ, խնդրեմ Տաթև ձեր իրավիճակը։ Որդիս կռվել է մի տղայի հետ, քանի որ երկուսն էլ սիրում են նույն աղջկան, ես ասում եմ, ապրես, իսկական տղա ես, սիրում ես, պետք է պայքարես։ Երկրորդը, լուրջ աղջկա համար կռվել ես, 1 ամիս հետո այդ աղջկա անունը նույնիսկ չես հիշելու։ Եվ երրորդը, այս պատմությունը դեռ կարող է շարունակվել, արի հասկանանք, թե ինչ կարելի է անել կռվելու փոխարեն։ Դե ես երրորդ տարբերակը կընտրեմ, բայց ամեն դեպքում նաև առաջի տարբերակին շեշտադրում կանեմ, որ այո, եթե մի բան քեզ դուր է գալիս, դու պետք է պայքարես եւ հասնես, բայց բնականաբար ոչ կռվելու կամ կոնֆլիկտի տարբերակը ընտրելով։ Շատ լավ, բայց չենք կտրվում իրականությունից, տղաների կոնֆլիկտների պատճառը հաճախ հենց աղջիկներն լինում են։ Դա նույնիսկ բնության մեջ է այդպես ու դա նորմալ է իրականում կոնֆլիկտ ունենալ, բայց կարելի է սովորեցնել խոսելով, անցնել այդ ամեն ինչի միջով, որ բռունցքներին ազատություն չտանք։ Դրանով մենք տարբերվում ենք կենդաններից։ Իրական առաջին եւ երրորդ տարբերակը նորմալ էին այստեղ, չարժե զրկել, ընդունել, բայց նաև խրախուսել, որ ավելի կոնստրուկտիվ տարբերակներ կան խնդրի լուծման։ Դեռահասների պարագայում մենք փորձում ենք նրանց տալ այդ միտքը ավելի կոնստրուկտիվ, ավելի հանդուրժող ու խաղաղասեր լինելու, բայց դա դժվար է։ Էլ ինչ կարող ենք հուշել ծնողներին, ինչ հավելյալ գործիքներով օժտել երեխային, երբ նա գտնվում է կոնֆլիկտի մեջ եւ կոնֆլիկտի պատճառը մի գեղեցիկ աղջիկ է։ Իրականում ես կողմ եմ, որ նրա ինքնավստահությունը բարձրացվի, նաև սպորտի տան երեխային, որ նա իրեն ինքնուրույն ինքնաբավ զգա, ուժեղ զգա, ու դա կօգնի նրան այդ կոնֆլիկտի մեջ էլ ավելի հասուն ձևով անցնել դրա միջով։ Այսինքն մարտարվեստներ եթե տալիս եք, տվեք պարտադիր ձեր երեխաներին։ Եթե դրական սովորություններ չզարգացնենք, բացականն է զարգանալու։ Այնպես որ լավ կլինի, որ սպորտով զբաղվեն։ Շատ լավ, Արմինե, խնդրեմ։ Իմ դուստրը սիրահարվել է։ Հարևանս ինձ հուշում է, որ պետք է վերջ տալ դրան, քանի որ աղջիկս կդառնա բամբասանքի առարկա։ Ես տարբերակ Ա։ Ասում եմ աղջկաս, որ չար մարդիկ կբամբասեն, ու նա հետո մեծ դժվարությամբ կստեղծի լուրջ հարաբերություններ։ Խորհուրդ եմ տալիս ընկերություն չանել այդ տղայի հետ, սпасել չափահասությանը։ Այս տարբերակը միանշանակ սխալ է, այստեղ երկու միտք կա, որ մայրը կարևորում է այլ մարդկանց կարծիքը, որը միանշանակ սխալ է, այսինքն դու այդքան կարևոր չես, կարևոր է հարևանը, ով արտահայտում է իր միտքը, եւ երկրորդը սпасել չափահասությանը։ Հայկը մի լավ միտք ասեց, չգիտենք արդյոք չափահասության տարիքը գա, ինչ կլինի, արդյոք կսիրահարվի, թե ոչ, այնպես որ այս տարբերակը բացառում ենք։ Երկրորդ տարբերակ, հասկանում եմ, որ խնդիրը խորհուրդ տվողի մեջ է ու անհարկի չեմ վախեցնում աղջկաս, այս տարբերակի հետ համամիտ եմ։ Եվ տարբերակ Գ, զրուցում եմ աղջկաս հետ այն մասին, որ սիրահարված լինելը հրաշալի բան է, բայց ամենաթողության պայման չէ, դա քո մարմինն է, քո սիրտն է, քո զգացողություններն են, դու ես որոշում, կարելի է դիպչել քեզ, ինչպես կարելի է խոսել նրա հետ, ինչպես չի կարելի վերաբերվել քո զգացողություններին, ինչքան էլ որ սիրես, ճանաչիր եւ հարգիր քո սահմանները ու թույլ մի տուր խախտել դրանք, քանի որ դեռ խոցելի տարիքում ես, փորձ չունես։
այս տարբերակի մտքերի հետ եւս համամիտ եմ, քանի որ երեխաների հետ, մանավանդ դեռահասների հետ շատ կարևոր է խոսել սահմանների մասին, սա վերաբերվում է եւ հոգեկան, եւ մարմնական, ֆիզիկական, եւ ինչու ոչ նաեւ սոցցանցերում տիրող այդ սահմանների մասին, համամիտ եմ երկու տարբերակների հետ էլ, երկրորդ եւ երրորդ։ Շատ ճիշտ էր։ Այս այն դեպքն է, երբ որ մայրիկը նաեւ հոգեբան է, այդ պատճառով շատ ճիշտ վերլուծություններ տվեց ինքը։ Իրական մեր մոտ սոցիումի կարծիքը շատ են կարևորում, մենք նամանվան սովետական դաստիարակությունից եկած, եթե ինչ-որ մեկ է շփվում աղջիկը, ուրեմն մանեկող այսպես են վերաբերվում, բայց կողակի շփվում է, բայց նաև պետքա սովորացնել աղջկան սահմանները պահել, այսինքն դու ես թույլ տալի քեզ կպնեն, թե չկպնեն, որովհետև երբ որ մարդ սիրահարված է, կարող է քայլեր անի, որոնց համար հետո զղջա, այսինքն պետքա ծնողազրույցի նրա հետ այս դեպքում Սա շատ կարևոր է, որպեսզի չօգտագործեն իր հույսերը, որպեսզի տիրանա նրա մարմնին, այսպես ասած։ Արմինեն կարևոր դիտարկում արեց նաև համացանցի հետ կապված։ Հիմա երիտասարդների ու դեռահասների ընկերությունը, շփումը ու սիրահարությունը նաև հաճախ տեղափոխվում են սոցցանցային հարթակներ։ Եվ այստեղ երեխաները կարող են իսկապես տարբեր մանիպուլյացիաների զոհ դառնալ։ Ի հավելումն այս ամենի, ինչ ենք սովորեցնում երեխաներին, ինչպես տարբերակել իրական եւ ոչ իրական վիրտուալ հարաբերությունները։ Իրական հիմա սահմանը շատ լղոզված է, որտեղ վիրտուալն էլ իրականություն է, նաեւս իրականություն է։ Այստեղ կարևոր է որ փորձել իրականության դաշտ բերել ու անծանոթ մարդկանց հետ չշփվել այսպես, որովհետև կարող է սխալ էջերից լինեն այդ ամեն ինչը եւ օգտագործեն ձեզ։ Կիբերանվտանգությունը շատ կարևոր է։ Խորհուրդ կտամ ծանոթների հետ ավելի շատ ու այն մարդկանց ում իրական կյանքում ճանաչում են նրանց հետ մենակ շփվեն դեռահասները կոնկրետ։ Մինչ այս պահը կարծես ձեր ուղղորդումները եւ խորհուրդները ծնողների համար էին։ Հիմա պատկերացնենք, որ մեզ դիտող պատանիներն ու աղջիկները ուշադիր լսում են հոգեբանի խորհրդին։ Սիրահարված են եւ ունեն ընդհանուր մի ուղերձի, մի հաղորդագրության կարիք։ Ինչ կասեք նրանց։ Վարուժ Սևակը մի միտք ուներ, որ ասում էր առաջին սերը փուչ է գնում, այս կուտ է գնում։ Այսինքն երբ որ այդ սերը անցնել, դա նորմալ է, բայց այդ զգացողությունները դուք պահել եք։ Այս կյանքում ամենակարևոր բանը մեր զգացողություններն է, որ մենք ունենք։ Դու այդ պահը ապրել ես, դա հրաշալի է, բայց դա քո ողջ կյանքը չի պայմանավորում։ Հետո կստացվի թե չէ, նորմալ է երկու դեպքում էլ։ Կյանքը դրանով չի սկսում ու չի ավարտվում։ Սա կարևոր միտք է, որ արժի հիշել։ Այ շնորհակալ եմ, որ մասնակցեցիք մեր այսօրվա քննարկմանը։ Այս քննարկման նպատակն էր ցույց տալ, որ սերն արգելելու, անտեսելու կամ լռության մատնելու թեմա չէ։ Դեռահասի առաջին լուրջ սիրահարությունը աջակցություն պահանջող իրադարձություն է։ Եվ ծնողներն այստեղ անելիք ունեն։ Իսկ թե ճակատագրական ինչպիսի փորձության կարող է վերածվել առաջին լուրջ սիրահարվածությունը, կքննարկենք վայրկյաններ անց։ 2025 թվականի սկզբի թերևս գլխավոր կինոիրադարձությունը դեռահասություն կոչվող սերիալն էր։ Դեռահասների առաջին լուրջ սիրահարության թեմայի քննարկման կոնտեքստում ինձ առավել հետաքրքրում է այդ սերիալում արծարծված մերժման լեյտմոտիվը, որը դրդում է դեռահասին անուղղելի գործողության։ Մի դեռահասը փոխադարձությամբ չի պատասխանում մյուսի զգացմունքներին եւ լինում է անդառնալին։ Ինչպես օգնել դեռահասին հաղթահարել մերժումն ու չընկնել ծայրահեղությունների գիրկը, կօգնի հասկանալ հոգեբան Մարիամ Գրիգորյանը։ Բարև ձեզ, Մարիամ։ Շնորհակալություն, որ այսօր միացել եք ծնողական ժողովին։ Երբ խոսում ենք դեռահասների սիրահարության մասին, առաջին մասը այս խոսակցության իհարկե գեղեցիկ է, իհարկե լի է ռոմանտիկ տեսարաններով, բայց կարող են լինել նաև իրավիճակներ, երբ այդ զգացմունքը չհանդիպելով փոխադարձության կամ մերժում ստանալով դեռահասին լուրջ մարտահրավեր է նետում։ Ինչու է դեռահասի համար մերժումը այդքան սուր ընկալվում, որոնք են պատճառներն ու մեխանիզմները հենց այդքան ցցուն ու արտահայտիչ դրսևորումների։ Ինչպես ցանկացած հասարակությունում դեռահասությունը փուլ է, երբ մանուկը դառնում է մեծահասակ, բայց միջև այդ սկսելով արդեն դեռահասության փոփոխությունները ֆիզիոլոգիապես եւ այլն պատրաստում է օրգանիզմը մարդուն ինտեգրվել մեծահասակների միջավայր, ընդունվել։ Այսինքն եթե ընդունումը իմ ամենաառաջին պահանջմունքն է, ամենակարևոր պահանջմունքն է, ապա մերժվածությունը իհարկե ուժեղ ռեակցիան առաջացնող բանն է լինելու, հա, այսինքն այստեղ շատ կարևոր է միջև այդ պրոֆիլակտիկել աշխատել նրա վրա, որ այնքան կայուն ոնց որ հենարան ունենամ ներսից, որպեսզի այս վիճակներում ես ոնց լրիվ կործանված ինձ չզգամ, հա, հնարավորություն ունենամ
ընդունված գալ ինձ նաև այլ տեղեր, օրինակ ընտանիքում եւ այլն, այսինքն ընտանիքի դերը ստեղ շատ մեծ է, որ միջև այս փուլը հասնելուն երեխան ունենա ստաբիլություն ընդունման առումով, հա, ոնց որ ես իմանամ, որ գոնե այստեղ ես հասկացված եմ, լսված եմ, տեսնված եմ, ընդունված եմ, որը որ կբերի հետո նման էմոցիոնալ ոնց որ ուժեղ վիճակները ավելի հեշտ հաղթահարելու։ Էմոցիաները կլինեն ուժեղ, բայց չեն լինի կործանող։ Բայց երբեմն էմոցիաները եւ դրանց անկառավարելի լինելը հենց կործանարար հետևանքների են բերում եւ դեռահասի մոտ ի հայտ են գալիս բավականին վտանգավոր մտքեր, խոսքը եւ ինքնավնասման եւ ինքնասպանության մտքերի եւ նրա սիրո օբյեկտի հետ որոշակի հաշվեհարդար տեսնելու նրան ինչ որ կերպ պատժելու մասին է արդյոք այս վատ զարգացումների ընթացքը կարող ենք կառավարել եւ փրկել երեխային վատագույն ելքերից կարող ենք կառավարել այսինքն եթե ուզում ենք կառավարելու տեսանկյունից գնանք դա ջերմ ընդունող հարաբերություններ ստեղծելն է եթե արդեն տեսել ենք դրսևորումներ շատ ուշադիր է պետք լինել որովհետեւ կարող է չուզեմ ինքնասպանություն գործել, ուզեմ մենակ ինքնավնասում անել, բայց ես չափը չհասկանամ։ Դրա համար ցանկացած դրսևորում պետք է մասնագետի հետ անպայման քննարկվի, որովհետև եթե խոսում ենք դեռահասությունից եւ մանկական հոգեբանությունից կամ հոգեթերապիայից, անպայման ներգրաված է լինում նաեւ ծնողը, որովհետև շատ բան նաեւ ինք իր վարքից է կախված, շատ բան գալիս է ծնողի ինքն իր հետ աշխատանքից, հա, ինչպես արձագանքել երեխային, այդտեղ լիքը բան կա, որ պետք է հոգեբանից կամ այլ մասնագետից սովորել ինչպես անել, եթե տեսնում եմ դրսևորումներ, անպայման արձագանքեմ։ Կարելի է գոնե մեկ անգամ հանգստության համար ունենալ խորհրդատություն, անգամ կարող է մենակ ծնողին բավարար լինի, հա, այդ խորհրդատությունը, որ ինքը գնահատի ինչքան վայր է տագնապները տեղին, եւ կարող է դրանով բավարարվենք։ Եթե արդեն տեսել ենք լուրջ խնդիրներ, հա, այդ ծայրահեղ դրսևորումները, աշխատանք հոգեթերապևտի հետ, երբեմն հոգեբուժի հետ, որովհետեւ վիճակներ կան, որ հոգեթերապիան մենակ չի կարող ծածկել, դրա համար նաեւ հասկանալ, որ կարող է ես այց ունենամ, չգիտեմ, հոգեբուժի մոտ, եւ դա նորմալ է, որովհետեւ ինքն է դրա մասնագետը, հա, ես չեմ երկար չեմ մտածում ոտքս կոտրելուց, որ մասնագետի մոտ գնամ, գիտեմ, որ մասնագետն է, իր մոտ գնում եմ նույնն էլ, եթե կա լուրջ խնդիրներ, ունեք սուիցիդալ վարքը, որոշակի դրսևորումներով ինքը հենց միայն հոգեբուժական միջամտություն կարող է ստանալ ինչ-որ ընթացք։ Ինչ կասեք այն դեռահասին, ով հայտնվել է ձեր կաբինետում որպես այցելու եւ հիմա ապրում է մերժման ցավ, մերժման բարդ ապրումներ, ինչպիսին է սովորաբար ձեր ուղղորդումը լինում այս պարագայում։ Եթե հարցնում եք ինչ ուղղորդում կլիներ, ինքնա բացահայտում, կարևոր է հասկանամ իմ ստվերային կողմերը, խնդրային կողմերը, իմ ռեսուրսները, ինքս իմ մասին պատկերացում ձևակերպեմ, որը կդառնա հենարանը իմ համար եւ ոչ կլինի դրսի այդ հեղեղուկ եւ անորոշ վիճակը, որի վրա ինձ հենվել է դժվար է լինելու։ Եթե հարցը հասել է արդեն սուիցիդալ վարքի կամ ինքնավնասման սննդային վարքի խանգարումների, ինչ որ ինքնագնահատականի լուրջ ցածրացման եւ այլն, ես կարող եմ դրա հետ աշխատել եւ եթե ես քայլ եմ արել ու ես սկսել եմ դրա հետ աշխատել, դա ամենամեծ բանն է, ինչ ես այդ պահին կարող եի անել, հա, այդ միտումը լուծել իրավիճակը, այդ շատ կարեւոր է։ Եթե մարդ գալիս է հոգեբանի մոտ ու ինքը պատրաստ է ինչ-որ մի բան անել, իր մոտ անպայման ինչ-որ մի բան կստացվի։ Եվ ծնողների համար էլ մի վախեցեք ձեր երեխաների եւ ձեր ուժեղ էմոցիաներից, որովհետեւ բնական է, որ ծանր իրավիճակներում, դժվար իրավիճակներում մենք ունենք այդ դժվար էմոցիաները, հա։ Այստեղ ամենակարևորն է, որ դուք լինեք ձեր երեխայի կողքին այն ժամանակ, երբ որ իրան վատ է։ Այսինքն ձեր ամենամեծ դերը այնա լինելու, որ ես կարամ դիմանեմ քո վատ լինելուն, հա, ոնց որ ես կարամ լինեմ այն ստաբիլ տեղը, եւ դու կարաս այդ ծանր ապրումները ունենաս, բայց ես ըստեղ եմ։ Ոնց որ իմացի, որ այդ հենարան մի բանը այստեղ կա, ինչ որ լուծում ենք փորձելու ենք եւ գտնելու ենք, ոնց որ այս մի տմով։ Շնորհակալ եմ Մարիամ, որ այսօր ծնողական ժողովում էիք։ Ձեզ էլ եմ շնորհակալ Աննա։
Հարգելի ծնողներ, իհարկե դեռահասի առաջին լուրջ սիրահարության թեման կարելի է շատ երկար քննարկել ու կարծում եմ մենք բավականաչափ արդեն խոսել ենք, կցանկանայի, որ դուրս բերեք այն կարևոր մտքերը, գուցե նաև այն նոր մտքերը, որ տվեց ձեզ այսօրվա քննարկումը, խնդրեմ Գայանե։ Նախ հորդորում եմ ծնողներին, որ ավելի ընկերական լինեն իրենց երեխաների հետ, ավելի փորձեն իրենց փորձով կիսվել իհարկե փակագծերով, խորհուրդ եմ տալիս ծնողներն ավելի մոտ լինել իրենց երեխաների հետ, լսել իրանց։ Այդ թիթեռնիկները միասին զգալ, չէ՞։ Իհարկե, շատ կարևոր անցում է։ Արեգա, կցանկանամ, որ ընդգծեք նաև հայրերի դերը, երբ խոսում ենք աղջիկների սիրահարության մասին, որովհետև դուք ունեք այդ փորձը։ Մայրիկները երբեմն աղջիկների հետ թիմ են դառնում եւ փորձում են այդ փոքրիկ պատանեկան սիրավեպի փաստը հայրերից թաքցնել։ Ես խորհուրդ չեմ տա ընտանիքներում այդ գաղտնի վիճակը պահել։ Եվ Սարոյանի մի խոսք ունենք, որ ասում է մեր կողքին պետք է ունենանք այնպիսի մի մարդ, որը ցանկացած տարվա եղանակին մեր կողքին կլինի։ Ծնողներին խորհուրդս է, որ հետ քաշվենք փոքր քայլերով մեր դեռահասների կյանքից եւ թույլ տանք, որ նրանց կյանքում եւս հայտնվեն այնպիսի մարդիկ, որոնք տարվա տարբեր եղանակներին նրանց կողքին կուզենան լինել։ Շնորհակալ եմ, Տաթև։ Իմ կարծիքով պետք է դրական հարաբերություններ ստեղծել ի սկզբանե երեխայի հետ եւ չփորձել վերահսկել ոչ մի դեպքում, պետք է ազատ թողնել, որ ինքը կարողանա գտնել կյանքում իր ճիշտ ուղին։ Ճիշտը պետք է ուղղորդել, բայց չվերահսկել ոչ մի դեպքում, որովհետեւ ինքը հաստատ ընդդիմանալու է։ Այո, երեխաների հետ պետք է ստեղծել այնպիսի առողջ հարաբերություններ, որ երեխան գա եւ ցանկացած միջադեպի դեպքում մանավանդ առաջին սիրո այդ թիթեռնիկների այդ բուրըն զգացողությունների հետ կապված, այո, կիսվի ծնողների հետ դեռահասների հուզական եւ հորմոնալ շրջանը այնքան բուրըն է լինում, որ միևնույն է, եթե նա որոշել է, որ պետք է օրինակ ընկերություն անի տվյալ աղջկա կամ տղայի հետ, միևնույն է դա լինելու է, բայց շատ ցանկալի կլինի, որ այդ փուլի մասին դուք տեղյակ լինեք։ Հակառակ դեպքում կարող են լինել այնպիսի դեպքեր, իրադարձություններ, որոնք բացասական կարող են անդրադառնալ։ Ստեղծեք վստահության մթնոլորտ, մի փակեք դռները ձեր սրտերի։ Ծնողները հաճախ չեն ուզում, որ երեխաներն արագ մեծանան, իսկ սիրահարվածությունը կարծես սպառնում է, որ մեզնից կխլեն մեր երեխային, որ նա էլ միայն մերը չի լինի։ Առողջ ընտանիքներում դա վաղ թե ուշ պատահում է, եւ ծնողները բաց են թողնում զավակին։ Բայց քանի դեռ նրանք անփորձ են ու հաճախ շատ միամիտ, ուղղորդման, քաջալերման, վստահության կարիք ունեն։ Փորձեք երեխայի հետ ամուր կապ ունենալ եւ վստահելի հարաբերություններ ձևավորել, որպեսզի երեխան ունենա ձեզ դիմելու հնարավորություն եւ ցանկություն։ Մի վախեցեք խոսել սիրո մասին, խոսեք նաեւ ֆիզիկական սահմանների, վստահության եւ պատասխանատվության մասին։ Ու մի մոռացեք, որ սիրո հարցում էլ լավագույն օրինակը ծնողներն են։ Այն, թե ինչպես են հայրիկն ու մայրիկը վերաբերվում իրար, ինչ արժեքներ են դնում սեր եւ ընտանիք հասկացությունների տակ, ապագայում հիմք է դառնում զավակների կազմած հարաբերությունների ու ստեղծած ընտանիքի համար։ Հարգելի ծնողներ, շնորհակալ եմ շատ, որ այսօր ծնողական ժողովում եք ու միասին կայացրինք այս կարևոր քննարկումը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ ծնողական ժողովում։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։